60 կմ/ժ արագությամբ սլացող մեքենան այսուհետև Սիսյանից Բռնակոտ կհասնի ընդամենը 5 րոպեում։ Համաշխարհային բանկի եւ կառավարության համաֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Սիսյան-Բռնակոտ մոտ 5 կմ ճանապարհահատվածը։ 650 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի իրականացումը բաժանված է մի քանի ճանապարհաշինարարական ընկերությունների միջև։ Որակի հարցում նրանք խստապահանջ կլինեն միմյանց նկատմամբ։ Ասֆալտապատողները խոստացել են չխճապատել եւ ասֆալտ չփռել, եթե հողային պաստառը կարգին վիճակում չհանձնեն իրենց։ Նոր ճանապարհը կունենա 6 մետր լայնություն, անցկացվում է ջրահեռացման համակարգ, ճամփեզրին կառուցվում են արգելապատեր, գյուղամիջում մայթեր ու ջրառատառուներ։ Հիմնանորոգումը վստահված է 100 մարդու ամսական 150,000 դրամ աշխատավարձով։ Եթե եղանակն անակնկալներ չմատուցի, շինարարները խոստանում են դեկտեմբերից էլ շուտ շահագործման հանձնել ճանապարհը։ Եթե արվում է մի հատ կապիտալ ռեմոնտ, կապիտալ նորոգում է արվում, այս ասֆալտը ամենից քիչը պետք է աշխատի 6 տարի, 6 տարուց հետո նոր մտածեն միջին նորոգման մասին։ Կապանի հրշեջ փրկարարները քաղաքի ծայրամասային թաղամասերում հրդեհ մարելիս հաճախ ստիպված են լինում թողնել գլխավոր գործը, ետ վերադառնալ վարչություն մեքենան ջրով լցքավորելու համար։ Միայն վարչության բակում է տեղադրված հիդրատ։ Խորհրդային տարիներին հիդրատներ են եղել քաղաքի գրեթե բոլոր բարձրահարկ շենքերի դիտահորերում։ Հիդրատները քաղաքը սնուցող ջրի խողովակների վրա տեղադրված հատուկ փականներ են։ Դրանց օգնությամբ փրկարարները հրդեհների ժամանակ կարող են ջրով լցքավորել մեքենան։ Խորհրդային տարիներից հետո չշահագործվող հիդրատները շարքից դուրս են եկել, շատերը ջրմուղագործներն են ոչնչացրել։ Հիդրատներով որոշ դիտահորեր էլ ասֆալտապատվել են։ Փրկարարները դիմել են քաղաքապետարան առայժմ 31 հիդրատներ վերականգնելու առաջարկով։ Մեքենան ընդամենը տանում է 2 տոննա ջուր, պատկերացրեք մեծ մասշտաբի հրդեհների ժամանակ այդ 2 տոննան 1-2 րոպեում կվերջանում է։ Այսինքն մենք պիտի հիդրանտների օգնությամբ մեքենայի պոմպով ջուր մղենք եւ հրդեհաշիջում կազմակերպենք։ Եվ կապանի ոչ մի թաղամասում, որտեղ կան բազմահարկ շենքեր, չի մնացել հիդրանտներ։ Կապանի Մինաս Պապյան եւ Հունան Ավետիսյան թաղամասերի բնակիչները շուտով 24-ժամյա ջրամատակարարում կունենան։ Արդեն մի քանի օր է ջրմուղագործները հողային աշխատանքներ են կատարում հին ջրագիծը ապամոնտաժելու եւ դրա փոխարեն 5 կիլոմետր երկարությամբ նոր խողովակաշար անցկացնելու համար։ Շինարարական աշխատանքների համար ֆինանսական միջոցները Հայ ջրմուղ-կոյուղու հարավային մասնաճյուղը ներդրել է սեփական բյուջեից։ Բնակիչների ստացած շահույթներն ընկերությանը թույլ են տվել ազատվել հին ջրագծերից։ Թաղամասերի բնակիչները օրվա մեջ 3 անգամ մի քանի ժամով են ջուր ստանում։ Հին խողովակների վթարներն անպակաս են, ջրի կորուստները մեծ։ Անցկացվող պոլիէթիլային խողովակաշարը կդիմանա անգամ ջրի բարձր ճնշմանը եւ ունի 80 տարվա հուսալիություն։ Ներկայությամբ անցկացված 1600 մետր, որից 500 մետր արդեն հանձնել է շահագործման աշխատում է 500 մետրը։ Դե մնացած աշխատանքները կատարում ենք, ձգտում ենք, որ մինչև նոյեմբերի վերջը աշխատանքները վերջացնենք։ Օրերս բառացիորեն իրենց սենյակներից վտարվեցին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողական հանրակացարանի բնակիչները։ Տարիներ առաջ ընդամենը մի քանի ամսով բնակվելու թույլտվություն ստացածները դեռ բնակվում էին այստեղ։ Քանի որ բնակիչները հրաժարվում էին ինքնակամ ազատել սենյակները, մասնաճյուղի տնօրինությունը դիմել էր դատարան։ Գործը հասավ մինչև դատական ակտերի հարկադիր կատարման Սյունիքի մարզային բաժին։ Հանրակացարանում ընտանիքների թիվը տարիների ընթացքում 10-ից հասել էր 4-ի։ Քաղաքապետարանում խոստացել են հող հատկացնել անչափահաս զավակներ ունեցող 2 ընտանիքների։ Դատարանը որոշում է կայացրել մի տարի 2 ամիս առաջ, որ պիտի դուրս գան։ Դուրս չեն գալիս, հիմա այսօր հարկային կատարողները եկել են հանում են։ Ախլաթյանում անասնագլխաքանակն այս տարի պակասել է 70-ով, կով պահելն այլևս շահավետ չէ։ Մթերողները գյուղացուց կաթը գնում են 80 դրամով, 1 լիտր կաթի ինքնարժեքն ու հանձնելու գինը մոտեցել են իրար, 70 դրամ ինքնարժեքն է, 80 հանձնման գինը։ Մի քանի տարի առաջ ինքնարժեքի եւ հանձնման գնի տարբերությունը կազմում էր մոտ 50 դրամ։ Կաթի գինն օրեցօր նվազում է, նյութերի գները բարձրանում։ Գյուղացիները թեկուզ վնասով կաթը հանձնում են առաջարկված ցանկացած գնով, եկամտի այլ աղբյուր չունեն։ Մի քանի տարի առաջ Ախլաթյանում մտածում էին անասնագլխաքանակն ավելացնելու մասին, կաթից ստացած շահույթով հոգում էին ընտանիքի անհրաժեշտ ծախսերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների գյուղդեպարտամենտի աջակցությամբ էլ համայնքի համար սառնարան են ձեռք բերել հիմնել Ախլաթյանի կաթնագործների ասոցիացիա։ Ձմռան նախապատրաստական աշխատանքներն Ախլաթյանում հավանաբար կուշանան, մթերողները գյուղացիներին 4 միլիոն դրամ են պարտ։ Մի լիտր կաթը կես լիտր ջերմուկ չարժի, կամ մի կիլո աղ, որ մենք ենք հանում։
Սրա համար ձեր չի տալիս։ Ես ունեցել եմ 75 կոպ, այսօր ունեմ 5 հատ։ Всё։ Ինձ ծերա տալիս է։ Մոլդովացի հեծանվորդները Հայաստանում են 20 տարի անց։ Մոլդովացիներին միացել են հայ, իրանցի եւ վրացի հեծանվորդները։ Նրանք խորհրդային միության փլուզումից հետո առաջին անգամ մասնակցեցին մեր երկրում կազմակերպված Հեծան Վարշավի միջազգային մրցաշարին։ 38 հեծանվորդների երթուղին սկսվեց Սանահինի պատմական կամրջի մոտից եւ ավարտվեց պատմամշակութային հուշարձաններով հարուստ Հաղպատում, Օձունում եւ Աղթալայում։ Մրցաշարի 3 օրերի արդյունքներով պատանի հեծանվորդների պայքարում առաջին 3 տեղերը գրավեցին հայ մարզիկները։ Մեծահասակների մրցապայքարում առաջին տեղերը զբաղեցրել էին իրանցի հեծանվորդները։ Հաղթողները ստացան դրամական պարգևներ։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր $3000։ Այս տարի Հեծան Վարշավի աշխարհի առաջնությանը մասնակցած եւ 10-րդ տեղը գրաված Սուրեն Պետրոսյանի համար լավ ժամանակներ են գալիս։ Հայաստանում աստիճանաբար բարենպաստ պայմաններ է ստեղծվում այս մարզաձևով զբաղվելու համար։ Շուտվանից մենք sense մրցում չենք ունեցել, որ ուրիշ Պարսկաստանից, Մոլդովայից չենք ունեցել մենք մասնակցել եւ վերջի անգամ 90 թվին, 91, 92 թվին ենք ունեցել, հիմա արդեն զարգացել է էլի մեր մոտ։ Իրանցի արվեստագետները էջմիածինցիներին ներկայացել են մանրանկարներով, գեղագրությամբ եւ խեցագործական աշխատանքներով։ Հայաստանի հոգեվոր մայրաքաղաքում ոչ պաշտոնապես մեկնարկել են իրանական մշակույթի օրերը։ Հարևանների պատմամշակութային արժեքներին մոտիկից ծանոթանալու հնարավորություն էջմիածինցիների համար ստեղծել են Հայաստանում Իրանի դեսպանատունն ու քաղաքապետարանը։ Էջմիածինը կարող է եւ պետք է դառնա մշակույթների հարաբերությունների ստեղծման դարպաս։ Այս համոզմունքի հեղինակը դեսպան Սեյեդ Ալի Սաղայանն է։ Իրանցի ստեղծագործողները փորձում էին վերացնել այն կարծրատիպը, թե իրենք սահմանափակված են արևելյան մտածողությամբ։ Կրթությունն ու ստեղծագործական մկրտությունն Իրանում ստացած Արշալույս Աղայանը իրեն ազատ ու անկաշկանդ է զգացել։ Նրա համար ստեղծագործական կաղապարներ չկան, որքան պարզ ու երևութական են արվեստագետի ստեղծագործությունները, այնքան խորն ու բազմիմաստ։ Իրանական արվեստի ամենամեծ նվաճումը գիծն է։ Գծի միջոցով արտահայտում են եւ ծավալ, եւ խորություն, եւ հոգեբանություն, եւ ամեն ինչ։ Պատահական չէ, որ Հենրի Մատիսը եւ այլ նկարիչներ օգտագործել են իրանական նկարիչների կողմից օգտագործված գիծը։ Իսկ գույնը դա զգացողություն է, որ արևելքում գիտեք ամենավառ արտահայտիչն է գույնը։ Մեկ ժամվա ընթացքում 20 խոհարար փորձեց ներկայացնել գեղեցիկ ձևավորված եւ լավագույն համոհոտով խորովածը։ Ալավերդու, Երևանի եւ Թբիլիսիի տարբեր ռեստորանների ավագ խոհարարները, մայրաքաղաքի սննդի ուսումնարանների խոհարարական բաժնի ուսանողները Աղթալայում մասնակցել են խորովածի մրցույթ փառատոնին։ Առաջին անգամ կազմակերպված մրցույթի առիթը կառավարության հաստատած Հյուսիսային դարպաս զբոսաշրջության զարգացման ծրագիրն է Թումանյանի տարածաշրջանում։ Խորովածը հայկական ազգային կերակրատեսակ լինելուց բացի զբոսաշրջիկների ներկայանալու եւ նրանց գրավելու լավագույն ձևերից է։ Փառատոնի մրցութային հանձնաժողովի նախագահը էկոնոմիկայի նախարարն էր։ Պատրաստված ուտեստները փորձելուց հետո հանձնաժողովը կատարեց ընտրություն։ Պատվոգրերն ու մրցանակները բաժին հասան լավագույն տեսքով համոհոտով խորովածի հեղինակներին, ինչպես նաև լավագույն խորոված պատրաստող օտարերկրացում, լավագույն խորոված պատրաստող լոռեցուն։ Գաղտնիքը համեմունքների մեջ է եւ նրա նախապատրաստական մշակման մեջ է։ Եվ կարեւորը որ կրակի ջերմաշճանը